Բարև ձեզ սիրելի գյումրեցիներ։ Շնորհակալություն, որ այսօր եկել եք հանդիպման։ Այսօր մենք բոլորով անի թաղամասում որպես իսկական գյումրեցի ընդունել ենք Սարիկ Մինասյանին։ Սարիկ Մինասյանը ներկայացել է ձեզ քաղաքացիական պայմանագիր կուսակցության թիմով։ Ու այս թիմը Սարիկ Մինասյանի գլխավորությամբ լինելու է երաշխավոր այն բոլոր ծրագրերի, որոնք մենք խոստանում ենք ձեզ իրականացնել առաջիկա 5 տարիների ընթացքում։ Իսկ ինչու երաշխավորը։ Այս ընթացքում քարոզարշավի ընթացքում տարբեր տեխնացուների կողմից շարարկվեցին տարբեր ծրագրեր, այդ թվում Գյումրիի փողոցաշինության ծրագիրը։ Մի փոքր պատմական ակնարկ անեմ, որպեսզի ձեր բոլորի համար ավելի պարզ լինի, թե ինչ է իրականում տեղի ունենում։ 2016 թվականին, երբ որ հաստատվեց վարկային ծրագիրը, որպեսզի Գյումրիի տարբեր փողոցներ եւ հրապարակներ վերակառուցվեն, կար որոշակի գումար։ Եվ այդ գումարը պետք է ծախսվեր այդ ծրագիրը իրականացնելուն։ 2018 թվականի հեղափոխությունից հետո քաղաքացիական պայմանագիրը հաղթելով ընտրությունները ձևավորեց կառավարություն, որը դարավ երաշխիք այն գումարների ծախսման, որոնք պետք է ծախսվեին նաև Գյումրիում եւ պետք է ծախսվեին պատշաճ։ Եվ այդ պատշաճ ծախսելու հենց հնարավորություններ, որ առաջացավ նաև անի թաղամասի փողոցները վերակառուցելու համար գումար տնտեսել։ Տնտեսումը այդպես հեշտ չի լինում։ Տնտեսումը լինում է ճիշտ հետևողական աշխատելով, ինչը իրականացվել է կառավարության գործընկերների, ինչպես նաև տեղում մարզպետարանի եւ նաև համայնքապետարանի աշխատակիցների միջոցով։ Եվ տնտեսված գումարը, որը որ վարկային ծրագրով ֆինանսավորողները առաջարկում էին տանել եւ այլ թաղամասերում կամ այլ տեղերում ծախսել այլ բանի վրա, 2021 թվականից սկսած հետևողական աշխատանք տարվեց կառավարության հետ համատեղ, որպեսզի հենց անի թաղամասի եւ ավստրիական թաղամասի փողոցները կառուցվեին։ Սա է իրականությունը։ Կառավարությունը ունի այս ամենի մեջ մեծ բաժին։ Կառավարությունը ունի երաշխավորի հանձնառություն այս ծրագրերը իրականացնելու։ Եվ մենք նույն հանձնառությունն ունենք, նույն երաշխիքն ենք հանդիսանում այն բոլոր ծրագրերի, որոնք ներկայացվել են մեր տեխնացուի կողմից, Սարիկ Մինասյանի կողմից։ Եվ բոլորս մարտի 30-ին գնում ենք ընտրատեղամասեր, տալով ձայնը քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, տալով ձայնը Սարիկ Մինասյանին, տալով ձայնը համար 1 քվեաթերթիկի միջոցով այն թիմին, որը պետք է լինի երաշխավորը այդ ծրագրերի։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր քվեաթերթիկ համար 1